Բարի երեկո, բարի գալուստ Հայլուր, ես Սոնա Թերոսյանն եմ, ծանոթացեք մեր հիմնական թեմաներն։ Մեր ռազմաօդային ուժերը 19 տարեկան են, մենք արդեն արտադրում ենք անօդաչու ինքնաթիռներ։ Չի զիջում աշխարհի առաջադեմ երկրներում ստեղծած ինքնաթիռների։ Armenian Mirror Spectator Միացյալ Նահանգներում առաջին անգլալեզու հայկական թերթը տոնում է 80-ամյա Հոբելյանը։ Դբաքիր մամուլը անգլերեն լեզվով պիտի կար իր առաքելությունը կատարելու։ Կրթության նախարարը տարակուսում է խորհրդային իներցիայով գործող մասնագետների համար դժվար է ստեղծել մի չափորոշիչ, որը ոչ թե սահմանում է, թե ինչ պետք է սովորի երեխան, այլ թե ինչ պետք է իմանա։ Դպրոցն ավարտելուց երեխան ինչ պետք է իմանա, կարողանա, հասկանա եւ արժևորի։ Եվ Արմենիայի ծովային նոր հանգույցները մեր Առագաստանավի ոդիսականը շարունակվում է։ Ամենագլխավոր հրաշքները հավանաբար մենք տեսել ենք արդեն Սինգապուրում։ Այսօր Հայաստանի ռազմաօդային ուժերի տարեդարձն է։ ԽՍՀՄ փլուզումից հետո, ի տարբերություն միության անդամ մյուս պետությունների, Հայաստանը չուներ ռազմաօդային եւ ոչ մի ռեսուրս։ Փաստորեն սկսել ենք 0-ից, իսկ այսօր արդեն արտադրում ենք անօդաչու ինքնաթիռ։ Հայկական արտադրության անօդաչու համակարգերը կարող են գործել նույնիսկ հակառակորդի թիկունքում, վստահ է ռազմական ավիացիայի վարչության պետի տեղակալը։ Գնդապետ Մկրտչյանն այսօր լրագրողներին մասնագիտորեն բացատրել է նաեւ հայկական գրոհային ավիացիայի բոլոր նրբություններն ու ապագա թռիչքը։ Մեր տեխնիկան թույլ է տալիս հարվածել մինչև 300 կիլոմետր խորությամբ, փակել ճանապարհներն ու վերացնել ռեզերվները։ Մեր ռազմական ավիացիան տեխնոլոգիապես զարգացած է թե հարձակողական, թե պաշտպանական եւ թե տրանսպորտային գործառույթների համար։ Երգ ու պար, լուսանկարում ու անգամ երեխաներ մարտական մեքենաների ղեկանիվի մոտ։ Էրեբունի օդակայան եկած հյուրերը, զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները բարձր տրամադրությամբ էին նշում Հայաստանի ռազմաօդային ուժերի ստեղծման 19-րդ տարեդարձը։ 3 տղա ունեմ, 3-ն էլ երևի պապայի ուղղությամբ կշարունակեն, հասան։ Պապայի նման։ Ինչ ես հարնանում։ Ինչ է պապան։ Հեն Դավիթ։ Մայոր են դառնում։ Հունիսի 18-ի գլխավոր լուրը առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց, որ մեր երկիրն արդեն ստեղծել է անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի օրերս Բրյուսելում արած հայտարարությունը անօդաչու սարքերի մասով Ադրբեջանի առավելության մասին արդեն կարելի է համարել ժամանակավրեպ։ Մենք ունենք բավականին լուրջ, նույնիսկ օպերատիվ խորքի համար կատարող խնդիրներ կատարող անօդաչու սարքեր, հայկական արտադրության, այո։ Շատ լավ տակտիկա-տեխնիկական հնարավորություններ ենք ստացել եւ մեր ստեղծած հայկական արտադրության անօդաչու թռչող ինքնաթիռը իր կարգավիճակում, իր կարգում նա չի զիջում աշխարհի առաջադեմ երկրներում ստեղծած ուրեմն ինքնաթիռների եւ նա պատրաստ է այսօր կատարել այն բոլոր խնդիրները, որը պետք է մեր զինված ուժերին։ Այդ թվում նաեւ իսրայելական ինչի մասին շատ է խոսվում։ Իր կարգի մեջ հավասարազոր ուրեմն տեխնիկա է։ Եվ այդ ամենը ստեղծված է Հայաստանում։ Այս ամենը ստեղծված է Հայաստանում, որը շուտով դուք կտեսնեք բոլորդ։ Սա հայկական գիտության ու ռազմարտունաբերության հերթական խոշոր նվաճումն է։ Հայտնի է, որ անգամ գերտերություններից ոչ բոլորն են տիրապետում հուսալի աշխատող անօդաչու սավառնակ արտադրելու տեխնոլոգիային, իսկ ահա փոքր Հայաստանը կարողացավ դա անել։ Ի հավելում են մեր կայացած օդաչուական դպրոցի եւ տեխնիկայի թարմացման, այս նոր ձեռքբերումն արդեն առանձնացնում է մեր ռազմաօդային ուժերը։ Անգամ Թուրքիան չունի սեփական օդաչուական դպրոց, այլ երկրներում է պատրաստում։ Իսկ Ադրբեջանը մշտապես ապավինել է վարձկաններին ու առանց խտրականության գնել ցանկացած առաջարկվող տեխնիկա։ Պատերազմի ժամանակ այդ մարտավարությունը իրեն չարդարացրեց, այսօր ընդհանրապես դարձել է խնդիր։ Այդ տեխնիկան վարում էին ամենափորձառու ԽՍՀՄ-ի ամենափորձառու անձնակազմերը, որոնք անցել են Աֆղանստան, չգիտեմ, արաբական կոնֆլիկտների միջով եւ այլն, բայց ինչ ստացվեց։ Իսկ այսօր Ադրբեջանի օդաչուները բարիս բուն իմաստով սեփական դպրոց ունեն եւ մենք լավ գիտենք, թե իրանք ինչ որոնների մեջ են, որ այդ դպրոցը կայացնեն։ Մեր օդային պայմաններում, լեռնային պայմաններում թռիչքներ կատարել, թռիչքային պատրաստություն վարելը բավականին բարդ է։ Եվ եթե մի օդաչու կայացավ այս թռիչքային պայմաններում, ուրեմն նշանակում է այն հարթավայրային պայմանները, ոնց որ Ադրբեջանի տարածքն է եւ ոնց որ Ռուսաստանն է, այնտեղի համար նրանք համարվում են աս։ Հայկական բանակի ցանկացած ձեռքբերում լրացուցիչ զսպաշապիկ է ագրեսիվ հարևանի համար, հավելյալ ռեսուրս արցախյան կարգավորման բանակցություններում։
Անօթաչու սարքերի սերիական արտադրությունը արդեն նոր որակ է հաղորդում Հայաստանին։ Սա իսկական առիթ է առանց վերապահման միմյանց շնորհավորելու համար։ Արթուր Գրիգորյան, Հակոբ Սարգսյան, Հայլուր։ Ադրբեջանի զորամասերից մեկում ինքնասպանության փորձ է կատարել բանակի շարքային Ֆիքրետ Գումբատովը։ Նա կրակել է իր կզակին եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նախորդին էլ զոհվել էր 2 զինվոր, որոնցից մեկին դիպուկահար հրացանով սպանել էր ծառայակիցը։ Վաղարավոցյան հարյուրավոր հայ երիտասարդներ ոտքով կտրել են 8000 մետր ու մոմ վառել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին տաճարում։ Վայոց ձորի հենց այս եկեղեցում է դեռ 1987-ից իր վերջին հանգրվանը գտել Գարեգին Նժդեհը։ Շաբաթօրյա այս ուխտագնացությանը մասնակցել է նաև երկրի վարչապետը։ Տիգրան Սարգսյանը վստահ է 2011-ի հունիսի 18-ը այս երիտասարդների համար կդառնա նոր օրվա սկիզբ ու նրանք, ինչպես Նժդեհն էր սովորեցնում, կապրեն ու կգործեն այն բանի համար, որի համար արժե մեռնել ու կմեռնեն այն բանի համար, որի համար արժե ապրել։ 3500 մետր բարձրության վրա լեռների գրկում գտնվող այս եկեղեցին դարձել է ուխտավայր։ Սպիտակավոր Սուրբ Աստվածածինն է Բաքում 24 տարի առաջ ամփոփվել են սպարապետ Գարեգին Նժդեհի մասունքները։ Սպիտակավոր հասնելը հեշտ գործ չէ։ Քարուքանդու խորթուբորտ 2.5 մետր լայնությամբ ճանապարհն է հասցնում եկեղեցի։ Գարեգին Նժդեհի մասունքները խորհրդային միության ժամանակ գաղտնի են տեղափոխվել ու ամփոփվել այստեղ։ Եղեգնաձորից Սուրբ Աստվածածին հասնելու համար մոտ 1 ժամ է պահանջվում։ Գնալու ենք 8 կիլոմետր ճանապարհ եւ գտնվելու ենք 3700-800 մետր բարձրության վրա։ Ամեն մեքենա չէ, որ կարող է հաղթահարել ճանապարհը։ Լրագրողները հատուկ նախատեսված մեքենաներով, իսկ ահա 400 ուսանողներ որոշել էին Սպիտակավոր Սուրբ Աստվածածին հասնելու համար 8 կիլոմետրը հաղթահարել ոտքով։ Առավոտյան 8-ից են ճանապարհ ընկել քայլել 4 ժամ։ Տեղ հասնելուց հետո թեպետ հոգնել են, բայց չեն դժգոհում արժեր կտրել այսքան ճանապարհ, վայելելու գեղեցիկ բնությունն ու մոմ վառել Սպիտակավորում։ Արժեր այդքան բարձրանալ։ Եվ բացի դրանից այստեղ ինչպես գիտեք ամփոփված է Գարեգին Նժդեհի մարմինը։ Ես ճիշտ ասած այստեղ առաջին անգամ եմ եւ իրոք չեմ փոշմանել, որովհետեւ Գարեգին Նժդեհը մեր եւ մեր ազգի համար շատ բան է արել, շատ մեծ աշխատանք ունի կատարած, այն որ մենք այսօր կանք նրա շնորհիվ նույնպես։ Սպիտակավորի երկար ու դժվարին ճանապարհը հաղթահարել էր նաեւ վարչապետ Սարգսյանը, ծաղիկներ դրել Լեռնահայաստանի սպարապետի շիրմին, մոմ վառել եկեղեցում։ 250 ուխտագնաց երիտասարդներ հենց Սպիտակավորի Բաքում անդամագրվեցին հանրապետական կուսակցությանը։ Սա նրանց քաղաքական գաղափարական գործունեության համար խորհրդանշական մեկնարկ է։ Դա մեծ բովանդակություն։ Մի կողմից բավականին դժվար էր բարձրանալ եւ հասնել եկեղեցի, մյուս կողմից էլ այդ հայկական արժեքները, մոտորումները, որ նրանք իրենց հետ բերել են եւ իրենց հետ տանելու են։ Վարչապետը վստահ է, այսօրը անմոռանալի կլինի երիտասարդների համար։ Զրուցելուց հետո ուխտավորները համտեսեցին Լեռնային Սառնորակ աղբյուրի ջուրը, իսկ օրվա մասին տպավորությունները հավերժացրին Սպիտակավորի համայնապատկերին լուսանկարվելով։ Արմինե Պետրոսյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։ Ինչից է սկսվում դպրոցն ու ինչ տեսակի շրջանավարտ այն պետք է ապահովի։ Հանրակրթության պետչափորոշիչի նոր նախագիծն այսօր նորից մասնագետների դիտակետում էր։ Հանրային քննարկումն առանձնապես օգուտ դեռ չի տվել, այնպես որ դեբատները կշարունակվեն, քանի որ շտապելն այս դեպքում ուղղակի վտանգավոր է։ Երեխայի դպրոցում ստացած կրթությունն ու մտածելակոդը դառնում է նրա հասուն կյանքի այբուբենը, որը բնականաբար պետք է համապատասխանի ժամանակի մարտահրավերներին ու հող նախապատրաստի հետագա շրջադարձի համար։ Հանրակրթության պետական չափորոշիչի նոր նախագծի հանրային քննարկումների արդյունքը հուսախաբ է արել ոչ միայն կրթության նախարարին։ Նախարարության կայքում հանրային գնահատման ներկայացված նախագիծը որևէ լուրջ մասնագիտական եւ բովանդակային քննարկման չի արժանացել, մինչդեռ նախարարը հատկապես կարևորում է բարեփոխման բովանդակային կողմն ու մանավանդ ընդգծում շուտով ընդունվելիք փաստաթղթի հանրային լեգիտիմության անհրաժեշտությունը։ Աշոտյանը զարմացած նաեւ տարակուսած է, դեռ խորհրդային իներցիայով գործող մասնագետների համար դժվար է ստեղծել մի չափորոշիչ, որը ոչ թե սահմանում է, թե ինչ պետք է սովորի երեխան, այլ թե ինչ պետք է իմանա։ Պետական հանրակրթական չափորոշիչը նախկինում գրում էր մեզ մոտ, թե ինչ պետք է անցնի երեխան։ Երեխան պետք է անցնի սա։ Այսօրվա աշխարհում եւ եվրոպական երկրներում ավելի շատ ընդունված է չափորոշիչ, թե ինչ պետք է իմանա վերջում երեխան, ինչ պետք է կարողանա երեխան անել։ Եվ սա շատ կարևոր մտածելակերպային փոփոխություն է։ Գաղտնիք բացեմ ձեզ, գաղտնիք։ Մեր մասնագետների մի մասի մոտ դժվար է այսօր ընկալվում այս գաղափարը, որ
Ծրագիրը պետք է գրվի ոչ թե ըստ թեմաների, թե ինչ պետք է անցնի երեխան, այլ ըստ վերջնական արդյունքների։ Դպրոցն ավարտելուց երեխան ինչ պետք է իմանա, կարողանա, հասկանա եւ արժևորի։ Նոր նախագծի առանցքում մեկ ընդհանրական պետական կրթական չափորոշիչն է բոլորի համար։ Այլ կերպ ասած կրթություն առանց խտրականության ու տարբերակված մոտեցման, մասնագետների գնահատմամբ ծավալուն աշխատատար եւ տևական ծրագիր է։ Բեռնաթափումից սկսած մինչեւ յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքի գնահատումը։ Հիմնական վերանայման առանցքային փոփոխությունները այն են, որ չափորոշիչներում պահանջները շրջանավարտներին ներկայացված են որպես ընդհանրական կոմպետենցիաներ, կրթական ծրագրերի բովանդակության ներկայացվող պահանջները հստակեցված են եւ վերանայված է հենքային ուսումնական պլանի կառուցման սկզբունքը։ Մեկ ընդհանրական հենքային ուսումնական պլան բոլոր ծրագրերի համար։ Քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրն իր անհատական մասնագիտական մտահոգությունն է բարձրաձայնում։ Այլընտրանքային կրթության Աշոտ Բլեյանի երկարամյա փորձառությունը նրան 3 հիմնական սկզբունք է հուշել։ Ստեղծողի դպրոց, այսինքն հետաքրքրասիրությունը, անհատի կրթական պատվեր, այսինքն նրա առանձնահատկությունը եւ վերջապես մեդիա հանրակրթություն, այսինքն գրավիչ կրթություն, ժամանակակից գործիքներ եւ այլն, որովհետեւ քո ցանկությունները ուրիշ բան են, բայց ամեն ինչին պետք է նայես այսօրվա ժամանակակից երեխայի աչքերով։ Հանրային ու մասնագիտական քննարկումները դեռ շարունակվելու են, սակայն կգործի արդյոք նոր ուսումնական տարվանից նոր չափորոշիչը կրթության նախարարը դժվարանում է կանխատեսել, սակայն վստահ է, որ այս դեպքում շտապողականությունը միայն կվնասի։ Գուցե սեպտեմբերից առանձին դպրոցներում պետք է սկսել փորձարարական ծրագրերով ուսուցումը եւ հաջողության դեպքում միայն երկրորդ կիսամյակը սկսել նոր պետական չափորոշիչով։ Առայժմ միայն ենթադրաբար մոտավոր ժամկետներ է նախանշում Արմեն Աշոտյանը։ Նոնի Ալեքսանյան, Հակոբ Թումանյան, Հայլուր։ Գերմանիան եւ Ֆրանսիան պնդում են, որ ֆինանսական օգնության հերթական փաթեթը Հունաստանին հնարավորին չափ շուտ տրամադրվի։ Օգնության այս մասնաբաժինը կարող է 100 միլիարդ եվրո լինել։ Փարիզն ու Բեռլինն այս կերպ ձգտում են կայունություն պահպանել եվրոյի գոտում։ Մտավախություն կա, որ եթե Հունաստանում դեֆոլտ լինի, ապա դոմինոյի էֆեկտ կառաջացնի ամբողջ Եվրոպայում։ Իսկ Հունաստանում անգամ նոր կառավարության ձևավորումը չի մեղմել մարդկանց անհանգստությունն ապագայի նկատմամբ։ Այսօր Աթենքում դարձյալ փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ բողոքելու եվրոպական վարկ ստանալու դիմաց իրականացվող տնտեսական խիստ միջոցառումների դեմ։ United Airlines ավիաընկերության էլեկտրոնային համակարգի խափանման պատճառով Միացյալ Նահանգների շատ օդանավակայաններում հետաձգվել են տասնյակ թռիչքներ։ Համակարգչային վթարը թույլ չի տվել, որ ուղևորները գնան դեպի օդանավերը, խաթարվել է նաև մյուս ծառայությունների աշխատանքը։ Հազարավոր ուղևորներ հարկադրված էին երկար ժամեր թափառել սպասասրահներում։ Այժմ ըստ ավիաընկերության թերությունը վերացված է, իսկ թռիչքները վերականգնված։ Այստեղ օդային, իսկ Չինաստանում փակվել են ցամաքային ճանապարհները։ Երկրի հարավում չնահանջող ջրհեղեղն ու փլուզումները շատ վայրերում ծածկել են երկաթուղային պաստառները։ Գնացքները պարզապես գծերից դուրս են թռչում։ Հազարավոր ուղևորներ ստիպված են բաց երկնքի տակ անցկացնել ոչ թե ժամեր, այլ օրեր։ Այդքան առատ անձրևներ Չինաստանում չեն տեղացել արդեն 60 տարի։ Վերջին տվյալով հեղեղումներին զոհ է դարձել 100-ից ավելի մարդ, մի քանի տասնյակն անհետ կորել։ Քանդվել են ամբարտակներ, ջրի տակ են անցել բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր։ Օդերևութաբանների կանխատեսումներն առայժմ չեն մխիթարում, տեղումները կշարունակվեն։ Հրաշք Լոռու մարզում։ Կարճադոշի սրբավայրը այս անգամ էլ ինչպես միշտ լի էր ուխտագնացներով։ Ամեն տարի նույն օրը նրանք գալիս են Երևանից, հեռավոր մարզերից ու աշխարհի ամենատարբեր երկրներից։ Արդեն 200 տարի հավատը Կարճադոշի շուրջն է հավաքում հազարավոր մարդկանց։ Յուրաքանչյուրն էր գալիս է իր երազանքի հետևից, մեծ հավատով ու սպասումով։ Կարճադոշի հրաշքի ականատեսն ու վկաները 5 լոռեցիներն են, որոնց սակայն աղա Մահմադ խանը 1795 թվականին քշեց Պարսկաստան։ 1800-ական թվականներին Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում վերաբնակված մշեցիներն ու ալաշկերտցիները գյուղի եզրի Կարճադոշ բլրի վրա փորված մի ճգնարան ու քրիստոնեական հինավուրց գերեզման տեսան, որի վրա սուրբ լույս էր իջնում։ Ուխտի եկողները ականատես էին լինում երկնային հրաշքի, որ այսօր էլ երևութանում ու զորացնում է ուխտի եկող հավատացյալներին։ Հետո պարզվեց, որ բլրի ճգնարանը եւ գերեզմանը Ստեփանոս նախավկային է։ Սրբի ոգին այսօր էլ այստեղ եւ ճշմարիտ հավատացյալների համար 1.5 հազարամյակից ավել շարունակում է հրաշքներ գործել։ Այո, հավատում եմ։ Իսկ որևէ բան լսել եք կոնկրետ ասեք ինչ որ։ Այո, օրինակ ես ինքը հենց հիմա ներկայությամբ ես վատ առողջ եմ ոտքերից։ Անկախ ինձանից ոնց բարձրացա չեմ զգում։ Դա նշանակում է, որ ինձ օգնեց։ 1995 թվականից նշում է ուխտի օր, իսկ 2008 թվականին էլ ճգնարանի հարևանությամբ կառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցի,
մասին, որտեղ ամեն տարի այսօրը գալիս են ուխտանելու ու երազանքների իրականացում խնդրելու։ Ասուն աղաչում են, որ Հայաստանին խաղաղություն տա, մեր բանակայիններին էլ բարի ծառայություն, բարի վերադարձ։ Իսկ մնացած ամեն մարդ իր ոգով աղոթում, իր ոնց են ասում, իր սրտով աղաչում ասում։ Ուխտին մասնակցելու են գալիս մայրաքաղաքից անգամ Ռուսաստանի Դաշնությունից, Հունաստանից։ Հազարավոր քրիստոնյաների հետ Լոռու մարզպետն էլ այսօր ուխտավոր է։ Եկել է թե մուրազների կատարման ետևից եւ թե տեղն ընտրելու այն խաչքարի, որը որպես շնորհակալություն ու երախտագիտություն նվիրում է եկեղեցուն։ Ավանդական պատարագից հետո սկսում է ժողովրդական տոնակատարություն գեղարվեստական խմբերի ելույթներով։ Մասնակցում են Տաշիր եւ Շուշան-Պարային խմբերը, ելույթ են ունենում մարզական խմբեր, անցեկացում ձիարշավի մրցույթ։ Կարճադոշի տոնը սակայն մի խորհուրդ է ունի, որ հատկապես նվիրական է թե եկեղեցու կառուցումը, թե տոնակատարությունը նախաձեռնող Կարապետյանների տոհմի նահապետի համար։ Մեծ ուրախություն է պարգևում, համարում ենք, որ մենք կարող Վացածնի Սուրբ Գրիգորի, Կաթողիկեի եւ Սուրբ Ստեփանոսի նախկին թիթեղապատ վեղարներն ու ծածկասալերը ստացել են այն տեսքը, ինչպիսին եղել են։ Սուրբ Գրիգորի եկեղեցու հարավային գավթում պահպանված տապանաքարերը վկայում են, որ հաղարտինը նաև արքայական դամբարան էր։ Միայն հիմքերն էին պահպանվել մինչ օրս եւ մի փոքր լուսանկար, 3 ուրեմն տապանաքարեր կան, որից միայն մեկի վրա էր մնացել մի փոքր արձանագրություն, որը հուշում էր, որ այստեղ խաղված է եղել Սմբատ թագավորը։ Պատմաճարտարապետական հարուստանցյալն ու միջնադարյան հոգևոր կյանքի պատմությունն այցելուների հոսքը չեն ընդհատում անգամ վերակառուցման փուլում։ Դպրոցականներն ուսուցիչների, արտասահմանցիներն էլ զբոսավարների ուղեկցությամբ աշխատում են բաց չթողնել Աղստեփի գանձերի կղզու տարեգրության իրական ու առեղծվածային դրվագները։ Very impressive. Տպավորիչ է, ճարտարապետական հզոր կոթող է։ Իտալական Պալերմոից ենք, Վենետիկում նաև հայկական Սուրբ Ղազարի պատմությանն ենք ծանոթ։ Հաղարտինը տեսնելուց հետո հաստատ սա մեր առաջին, բայց վերջին այցը չէ։ Հաղարտինի հոգևոր վերածնունդը կազդարարի նաև վանական կյանքի վերականգնումը։ Ամենայն հայոց կաթողիկոսի ցանկությամբ այստեղ կառուցվում է նաև միաբանություն, որտեղ կարող են հոգևոր ծառայություն իրականացնել 20 միաբաններ։ Եղել են եւ դպրանոց, որտեղ դասավանդվել է եւ երգերաժություն, եւ լեզու։ Սրանք 12-րդ դարից հետո միշտ մեր վանքերում ունեցել ենք այս կառույցները, որտեղ դրա անհրաժեշտությունը եղել է։ Շինարարության ընթացքում կառուցապատողները նաև պատմաբանների ու հնագետների համար են հարուստ նյութ գտել։ Աղստևի հովիտը եզերող անտառների լանջին արդեն հազարամյա պատմությամբ Հաղարտինի կենսագրությունը համալրվում է պատմական նոր վկայություններով։ Վերակառուցման ընթացքում պարզվել է, վանական համալիրը նոր բացահայտումների եւ առեղծվածային փաստերի մի մեծ շտեմարան է։ Հայտնաբերվել են թաքստոսներ, որոնք օգտագործվել են օտար հարձակումներից եկեղեցու գանձերը պահպանելու համար։ Ուխտավորներն արդեն բարեկարգ ճանապարհով հասնում են Աստծո դուռը հոգևոր հորից ստանալու իրենց բաժին օրհնությունը։ Մայա Խաչատրյան, Արման Ղարիբյան, Հայլուր։ Արմենիան շարունակում է իր ոդիսականը եւ շուտով Խարիսխը կգցի Սուրաբայայի ջրերում, սա Ինդոնեզիայի երկրորդ խոշոր քաղաքն է։ Մալայան արշիպելագի կղզիների ու Նոր Գվինեա կղզու արևմտյան մասում տեղադրված այս պետությունը մինչև 1945 թվականը կոչվում էր հոլանդական Օստ-Ինդիա։ Ինդոնեզիան աշխարհում 15-րդն է իր տարածքով եւ 4-րդը բնակչության թվականակով, իսկ այ մահմեդական բնակչության թվով աշխարհի ամենամեծ երկիրն է։ Հայերն այստեղ հայտնվել են դեռ 17-րդ դարում։ Ճավա կղզում այն ժամանակ ապրել են մեր 2000 հայրենակիցներ, բոլորը հիմնականում Նախիջևանից։ Թողնելով իր հետևում Ավստրալիա մայրցամաքը, Արմենիան մոտենում էր Ինդոնեզիայի մոտ 20,000 կղզիներից բաղկացած մի պետության սահմաններին, որտեղ Մեսրոպ Մաշտոց արշավախմբի անդամները պետք է գտնեին մոլորակի այս հեռավոր հատվածում ամենահին հայկական եկեղեցին։ Արշավախմբի անդամները տեղեկացել էին, որ Ջակարտայում գտնվող վերջին հայկական եկեղեցին քանդվել է եւ որոշել էին չայցելել Ինդոնեզիայի մայրաքաղաք, սակայն ինչպես բնորոշեց արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը, Աստված կանխորոշել էր, որ հայ ծովայիններն ինդոնեզիական հողին հաստատ ոտք դնելու են։ Սիդնեյում ես հանդիպեցի մի հայուհի հետ 90-ամյա տիկին Մարտա Աֆկարի եւ նա ասեց, որ ծնվել է Ինդոնեզիայում Յավա կղզի վրա Սուրաբայա նավահանգիստում, այնտեղ էլ ամուսնացել է եւ ամուսնության դիսակատարությունը կատարել են հայկական եկեղեցում։ Եվ ասեմ, որ իրոք եկեղեցին կա, խաչը տեղում է։ Խաղաղ օվկիանոսից նավարկելով դեպի Հնդկաստան, Արմենիան մոտեցել է Սինգապուրին, որտեղ նրանց դիմավորել է 30 հոգանոց հայկական համայնքը։ Մեսրոպ Մաշտոց արշավախմբի ղեկավարը նշում է, որ բացի Ինդոնեզիայում, Մյանմարում, Թայլանդում ու Սինգապուրում վերաբնակեցված հայերից կա նաև հնդկական հինավուրց համայնք, որտեղ երկար դարերի ընթացքում թեկուզ փոքրաթիվ, բայց պահպանվել է հայ գաղութը եւ որը հիմնականում սակավամարդ դարձավ 20-րդ դարի երկրորդ կեսին։ Զորի Բալայանը նշում է, որ ինդոնեզիական Սուրաբայ քաղաքում պահպանված Սուրբ Գևորգ եկեղեցում այժմ կաթոլիկներն են ծիսակատարություններ իրականացնում, սակայն հոգևորականները նշել են, որ հայերի հայտնվելուն պես եկեղեցին կհանձնվի իրական տերերին։
Ամենագլխավոր հրաշքները հավանաբար մենք տեսել ենք արդեն Սինգապուրում։ Դա եւ ինքը Բոն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը ամենահիմն է քրիստոնեական եկեղեցի ողջ Արաֆասիայի տարածքում։ Մինչև այսօր Արմենիա առագաստանավն անցել է 40,000-ից ավելի մղոն, ինչը բավական կլիներ հասարակածի շուրջը 1.5 անգամից ավելի պտտվելու համար, հատել հասարակածը 2 անգամ։ Առջևում նորանոր փորձություններ են, որոնք Արմենիայի անձնակազմը պատրաստ է հաղթահարել հայկական համառությամբ։ Այս պահին Արագաստանավը արդեն մոտենում է Բենգալյան ծովածոցի ջրերին, առջևում Հնդկաստանն է։ Հայկ Հովհաննիսյան, Հայլուր։ Armenian Mirror Spectator, առաջին հայկական անգլալեզու թերթը Միացյալ Նահանգներում, որ ստեղծվեց անաչառ տեղեկատվություն հաղորդելու, խոհեմ խմբագրականներ, մեկնաբանություններ եւ հոդվածներ հրապարակելու համար։ Սա Ամերիկայում արդեն 80 տարի լույս տեսնող հայկական հայելու միջազգային բնութագիրն է։ Գոյության ամբողջ ընթացքում թերթի գերնպատակը մեկն էր՝ կամուրջ դառնալ 1920-ականներից հետո ծնված ամերիկահայ սերունդների միջև։ Լինելով կուսակցական թերթ, այն կարողացավ դառնալ բացահարթակ ամենատարբեր տեսակետների ու գաղափարների համար։ 1931 թվականին Ռամկավար ազատական կուսակցության տարեկան համաժողովին ընդունվեց որոշում Միացյալ Նահանգներում անգլալեզու հայերեն թերթ հիմնելու մասին։ Անգլախոս հայերի թվի ավելացմամբ էր պայմանավորված տվյալ փուլում իր տեսակի մեջ եզակի այս նախաձեռնությունը։ Արդեն 1 տարի անց Պետրոս Նորհատը, Եղիշետ Շիրակյանը եւ մի շարք այլ գործիչներ սկսեցին ամերիկյան պետության առաջին անգլալեզու հայկական թերթի հրատարակումը։ Armenian Mirror Spectator-ի 80-ամյակի տոնակատարությունները սկսված են։ Մակում Հայաստանի դեսպանը կարևորեց հայկական օրաթերթի դերն ամերիկյան պետությունում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ճշմարտությունը տարածելու առումով։ The role of the Armenian and diaspora mass media Հայաստանի եւ Սփյուռքի մամուլի դերը, մասնավորապես Armenian Mirror Spectator-ի պարագայում անհնար է գերագնահատել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացմանը նպաստելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները միջազգային հանրությանը ներկայացնելու առումներով։ Կարևոր է նաեւ Թուրքիա եւ Ադրբեջանի հակահայ շարունակական քարոզչությանը հակազդելուն ուղղված ձեր աշխատանքը։ 8 տասնամյակների կեսից ավելին թերթի հետ էր համայնքային գործիչ լրագրող Երվանդ Ազատյանը։ 1966 թվականին Mirror Spectator գալով պարոն Ազատյանը զուգահեռներ տեսավ 1794 թվականին հեռավոր Մադրասում հիմնված առաջին հայկական պարբերական ազդարարի եւ առաջին անգլալեզու Spectator-ի միջև։ Այլ լրագրողական գործը հաճախ է զարգացել գաղթօջախներում, նշեց պարոն Ազատյանը։ Այնադեն հերոստացույց չկար, ռադիոն դագավին մանկական վիճակի մեջ էր, ուրեմն դբակիր մամուլը անգլերեն լեզվով պիտի կար իր առաքելությունը կատարելու մեր ազգային ժառանգությունը, մեր հայկական թադը, մեր ցեղասպանության ստեղծած իրավադիրությունը փոխանցելու նոր սերունդներուն։ All newspapers now are Հիմա բոլոր թերթերը դժվարությունների առջև են կանգնած տնտեսական անկումը եւ այն փաստը, որ մարդիկ նախկինի համեմատ ավելի քիչ են կարդում, հարվածել են նաեւ ամերիկյան ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցներին, բայց կարծում եմ էթնիկ թերթերը, մասնավորապես նաեւ Mirror Spectator-ը, այնքան շատ չտուժեցին, որքան ամերիկյան կենտրոնական մամուլը, ասենք Globe-ը կամ New York Times-ը։ Կոլեկցիոներ Անդրեաս Ռուբյանը ամերիկահայ նկարիչ Հովսեփ Հուշմանի կտավներից մեկը նվիրեց Թեքեյան մշակութային միությանը, որը տեղում վաճառվեց բարեգործական աճուրդով։ Հայ կոլեկցիոները անմիջապես Թեքեյանին հատկացրեց երկրորդ կտավը։ Թարցել երբ անտիպինք, ասիկա թարցել ձախուգը տնեմ, որբեսի Mirror Spectator-ը, գամ Թեքեյանը, գամ Հայաստանյացի եղեցի, գամ հայթադը օգտվի։ Շնորհակալ եմ։ Հայկ Արամ Նահապետյան, Հայլուր, Նյու Ջերսի։ Մենք ձեզ հետ ենք։ Բարեգործական համերգ, որ հանրայինում սկսվեց ավելի քիչ քան 2 ժամ առաջ ու մի քանի րոպեից կշարունակվի։ Առաջինի եթերում այն կարող եք դիտել մեր այս թողարկումից անմիջապես հետո ու մինչև կեսգիշեր ժամանակ ունեք գոնե մի 2 անգամ վերցնել հեռախոսը ու 7000 կարճ համարին ուղարկել մանուկ բառը։ Այ այսպես։
SMS-ի հետ միասին դուք ձեր օգնությունն ու ջերմությունը կհասցնեք նրանց, ով դրա կարիքը հենց հիմա շատ ունի։ Մենք ձեզ հետ ենք, բարեգործական համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի Խարբերդի մանկատանը։ Այստեղ ապրող երեխաները հատուկ կարիքներ ունեն, ու մենք կարող ենք գոնե այսօր հատկապես նրանց հետ լինել։ Անսովոր իրարանցումն առաջին ալիքի առաջին տաղավարում պատահական չէ, պատրաստվում են, մենք ձեզ հետ ենք բարեգործական համերգին։ Առաջին ալիքի նախաձեռնությամբ ու անվանի արտիստների աջակցությամբ այս բարեգործական ակցիան կոչված է բարելավելու Խարբերդի մասնագիտացված մանկատան պայմաններն ու կազմակերպելու սաների ժամանցը։ Համերգի ամբողջ ընթացքում ցանկացողները կարող են կարճ հաղորդագրություններ ուղարկել 7000 կարճ համարին լատինատար մանուկ բառը։ Սրանով պետք է շարժենք մեր հասարակության լայն շերտերի մասնակցությունը, որպեսզի մարդիկ ցուցաբերեն իրենց աջակցությունը, իրենց օգնությունը այն երեխաներին, որոնք այնքան զգում են օգնության կարիքը, որպեսզի նրանք հասկանան, որ նրանք մենակ չեն, մարդիկ կան, որոնք պատրաստ են օգնել նրանց, սատարել։ Այսօր Խարբերդի մանկատունն ունի մոտ 280 սան, որոնք հատուկ խնամք են պահանջում։ Մանկատունը գործում է պետության միջոցներով։ Հիմա մանկատան խնդիրներից մեկը չափահաս սաների կեցության հարցն է։ Կենցաղային խնդիրները այստեղ գրեթե չկան։ Ակցիայից ստացված հասույթը առավելապես կօգնի կազմակերպել երեխաների ամառային ժամանցը։ Բացի նյութական աջակցությունը, ես այս ձեռնարկի մեջ տեսնում եմ նաև բարոյական աջակցության խնդիր, նաև իրազեկման խնդիր մեր հասարակությանը։ Հանայնի բարեգործական այս նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Առաջիկա ժամերին դուք կարող եք միանալ այս ակցիային ու ձեր կարճ հաղորդագրությամբ օգնել Խարբերդի մասնագիտացված մանկատանը երեխաների ժամանցը կազմակերպելու համար։ Տիգրան Դանիելյան, Հարություն Վարդանյան, Հայլուր։ Մնացեք մեզ հետ, հաճելի երեկո եմ, մաղթում հաջողություն։